Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման հիմնական նպատակները։ Վերանում է մենաշնորհը էլեկտրաէներգետիկայի ոլորտում։ Ոլորտը դադարում է գործել մեկ գնորդ, մեկ վաճառող սկզբունքով։ Շուկայում հայտնվում են շատ վաճառողներ։ Ավելանում է մրցունակությունը։ Մենաշնորհի վերացումն իր հերթին հանգեցնում է շուկայում մրցունակության հաստատմանը։ Արդյունքում բարձրանում է մատուցվող ծառայությունների որակը, ձևավորվում է գնային մրցակցություն։ Ընդլայնվում են սպառողների իրավունքները։ Էլեկտրաէներգիայի ազատականացված մեծածախ շուկայում նվազում են պետության կողմից թելադրված կարգավորումները եւ ավելանում սպառողների իրավունքները։ Վերջիններս կարողանում են ինքնուրույն որոշել, ինչպես մասնակցել շուկային, ումից գնել հոսանքը եւ ինչ գնով։ Առևտրի գործիքակազմը դառնում է ավելի ճկուն։ Սպառողը էլեկտրաէներգիայի համար արդեն կարողանում է վճարել ոչ միայն ամսական կտրվածքով, այլ նաեւ ժամային։ Օրինակ, սպառողը կարող է 1 օր առաջ պատվիրել իրեն անհրաժեշտ հոսանքի քանակը եւ վճարել կոնկրետ այդ ծավալի դիմաց։ Շուկան ունակ է դառնում նոր ներդրումներ կլանելու։ Ազատականացման հետևանքով էլեկտրաէներգիայի շուկան ավելի գրավիչ է դառնում ներդրողների համար։ Դա կարող է բերել արտադրող կայանների ավելացման ու դիվերսիֆիկացման։ Հատկապես կարող է զարգանալ վերականգնվող էներգիայի ոլորտը։ Խթանվում է միջպետական առևտուրը։ Զարգանում է շուկայի նոր խաղացողների համագործակցությունը հարևան երկրների հետ, արդյունքում աճում է էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրը։